Վերջի վերջո երեխաներիդ հայրն է։ Ես չասացի, որ կսպանեմ Գագիկին։ Բայց Վերջ Վիգեն։ Բայց կանեիր, չէ՞։ Ինչ։ Կսպանեիր ամուսնուդ, եթե իմանայիր, որ ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս ու ամեն ինչ կորցնում ես, հա։ Իսկ ինչ ես հարցնում։ Ուզում եմ իմանալ։ Страхуешься։ Գնամ հագնվեմ, գնանք Մանեի մոտ։ Հարցիս պատասխանի, նոր գնա։ Ով ես դու, Լիզա, ով ես, ինչ ես ընդունակ, ինձ թվում էր, որ գոնե ես ճանաչում եմ քեզ, բայց չէ։ Սարբան չի ես տխուր։ Տխուր չեմ, Արամ ջան, ուղղակի մի քիչ հոգնած եմ։ Գնա Վալես, գնա արի։ Հաստատ տխուր չես։ Հո բան չի եղել, այսօր մի տեսակ ես։ Իսկ թվում է ինչ-որ բան է եղել։ Եթե մեր համար ես անհանգստանում, դու մի մտածիր, մենք կդիմանանք։ Լիլիթն էլ արդեն հավատում է, որ մեզ մի օր տանելու ես։ Էդ հաստատ է։ Արամս, այ որ ձեզ տանեմ այստեղից միասին ապրենք ամեն օր։ Դուք ինձ հաստատ տխուր չեք տեսնել։ Խնդրում եմ, որ չտխրես։ Խոստանում եմ։ Սառը ես քեզ մի բան պետք է ասեմ։ Ինչ է եղել։ Լիլիթի ծնունդի օրը հոպարն էր եկել։ Հոպարը։ Հա, Եվայի հետ։ Ինչի շուտ չէիր ասում։ Այդ օրը չստացվեց, չէի ուզում Լիլիթի մոտ ասեի։ Լիլիթին տորթ էին բերել, չես պատկերացնի ինչ ահավոր դասաներ։ Ինչ է արել հոպարը, ինչ է ասել, ինչն էր ահավոր Արամ։ Լիլիթին պետք է տեսներ, ոնց էր ուրախացել։ Հա, պատկերացնում եմ։ Եվային տեսել է աշխարհում մեկ ա եղել։ Հա, ու ամենավատներն է, որ Լիլիթին թվացել էր, որ հոպարը գալու է մեզ տանի։ Պատկերացնում ես, ինքը գիտեր, որ հոպարը եկել է մեզ տանի։ Ու Աստված իմ։ Լիլիթը անընդհատ թրվռում ու ուրախ էր։ Արամ, Հետո էլ որ հոպարը ասած գնում եմ, Լիլիթը շշմած կանգնել էր, չէր իմանում ինչ աներ։ Աստված իմ։ Ավելի լավ կլներ, որ չգար։ Ես չեմ ուզում, որ յանքել կան Սառը։ Չեն գա Արամ, չեն գա, հանգստացի։ Խնդրում եմ, դուք երկուսդ մի սպասեք, որ ինձանից բացի ինչ-որ մեկը կգա ձեզ կտանի այստեղից։ Ես եմ ձեր ընտանիքը, հասկացեք։ Ոչ ոք ձեզ այստեղից չի տանի բացի ինձնից։ Քիչ մնաց, խնդրում եմ, դիմացեք, ես ձեզ կտանեմ այստեղից։ Համ էլ արդեն աշխատում եմ, շատ փող եմ ստանում, միասին լավ ապրելու ենք, բոլորս միասին։ Խնդրում եմ, դիմացեք, հա Արամ։ Կտեսնեք ինչ լավ է լինելու, նորից միասին ենք ապրելու, ես ու իմ պուճուրները։ Արամս։ Բարև Էմա։ Բարև կողր։ Գիտես ոնց անհանգստացա, երբ զանգեցիր։ Մի պահից թվաց ամեն ինչ ես եմ խառնել իրար։ Ես չկարողացա կողր։ Ես ավելի թույլ գտնվեցի, քան կարծում էի։ Գոնե զանգեիր ինձ։ Կգայի կդիմավորեի։ Ես չեմ ուզում ոչ մեկին նեղություն տալ։ Դու առանց ինձ էլ քիչ խնդիրներ չունես։ Լավ, բա հիմա որտեղ ես մնում։ Հյուրանոցում։ Մի քանի օր հյուրանոցում կմնամ, հետո տուն կվարձեմ ինձ համար։ Էմա, բա եղավ քո արածը։ Ինչ գործ ունես հյուրանոցում, ինչի։ Գոր, ես չեմ ուզում ձեր տանը մնալ։ Չեմ ուզում Սառան հանկարծ ինձ տեսնի։ Մարդիկ տեսնեն, իմանան, որ ես եմ, որ եկել եմ։
չեմ ուզում ուրիշներից իմանա։ Ես ինքս պետք է գնամ ու Միանշանակ ճիշտ ես։ Եթե եկել ես աղջկատ կողքին լինելու, ճիշտ ես անում։ Բա երբ ես հանդիպելու, երբ ես խոսելու հետը։ Գար ես դեռ պատրաստ չեմ այդ հանդիպմանը։ Չեմ պատկերացնում ոնց պիտի նայեմ աչքերի մեջ ու ասեմ բարև ես եկել եմ։ Ես քո մայրն եմ։ Ես քեզ լքել եմ, իսկ հիմա եկել եմ ու ուզում եմ որ ինձ ներես։ Ինչ իրավունքով գար, ինչ իրավունքով։ Բայց ժամանակը, Էմա, ժամանակը։ Հետո եղբայրդ քեզ զանգել ասել էր, որ նրան դատելու են։ Ու ինձ թվաց, որ հենց իմացար այդ բանը, անմիջապես բոլոր գործերդ կթողնես ու կգաս այստեղ։ Իհարկե։ Ես Կներես Էմա, խնդրում եմ, կներես։ Ես դա առանց մտածելու ասացի։ Ոչինչ։ Ես չեմ նեղանում։ Դու ճիշտ ես։ Ես չեմ եղել Սառայի կողքին այն բոլոր օրերի ժամանակ, երբ ինքը իմ կարիքն է ունեցել։ Իսկ հիմա մտածում եմ, որ իմ հայտնվելը ավելորդ է։ Գար ես ոչինչ չի զգում։ Ես մոռացել էի, որ սիրտ ունեմ։ Բայց երբ տեսա Սառային, ամեն ինչ խառնվեց իրար։ Ես եկել եմ ու պետք է խոսեմ իր հետ։ Թեկուզ եթե ինքը ինձ չների։ Ալո։ Զանգեցի տեսնեմ քնած ես։ Մտածեցի չես պատասխանի, արդեն քնած կլինես։ Նոր մտա տուն։ Ոնց ես։ Չգիտեմ։ Անհանգիստ եմ։ Լավ, էլ չեմ անհանգստացնի։ Հիմա փորձիր քնել։ Վաղը շատ կարևոր օր է Սառա։ Վաղվանից շատ բան է կախված։ Ես չեմ ուզում, որ դու դատարան գնաս ընկճված, հոգնած։ Հասկացանք իրար։ Լավ։ Բարի գիշեր։ Ես Ասա Սառա։ Ես վախենում եմ։ Ես քեզ արդեն ասել եմ, վախենալ ոչինչ չկա։ Պետք չի վախենալ, խնդրում եմ քեզ։ Ես քո կողքին եմ լինելու։ Քո կողքին նստած դու ոչինչ չես անելու։ Ընդամենը հարցերին ես պատասխանելու։ Սառա, դու ոչինչ չես ստելու։ Հասկանում ես։ Հետո հիշիր, որ դու հանցագործ չես։ Դու ասել ես այն, ինչ իրականում եղել է։ Հասկանում ես ինձ։ Մնացած իմ գործն է։ Ինձ վաղը հնարավոր է ձերբակալեն։ Ոչ, հնարավոր չի։ Ինչ եղար։ Գնացել է երեխեքի մոտ։ Ինձ թվում էր հրաժեշտ եմ տալիս, որ երկար ժամանակով չեմ տեսնելու նրանց։ Դու ինձ արդեն զայրացնում ես, գիտես։ Փորձիր քնել, հա։ Ես քեզ ասած ես քո կողքին եմ։ Քո կողքին եմ լինելու, միշտ։ Հասկացար։ Հա, դուք ճիշտ եք։ Ավելի լավ է քնեմ, համ էլ որ քնեմ չեմ մտածի այդ ուղղությամբ։ Ապրես։ Դե փորձիր քնել։ Առավոտյան շուտ կգամ քո հետևից։ Լավ, բարի գիշեր։ Բարի գիշեր։
Ալո, Բարի լույս Սարա։ բարի լույս։ Քնել ես։ Արդեն ժամանակն է, պիտի գնանք։ Ես արդեն շենքի մոտ եմ։ Սարա։ Լավ։ Հիմա ինձ արագ կարգի կբերեմ ու կիջնեմ։ Դու իմ հարցին չպատասխանեցիր։ Քնել ես գիշերը։ Հա, քնած եմ մնացել, չեմ հասցրել պատրաստվեմ։ Հիմա կիջնեմ 5 րոպեից։ Լավ Սարա, ես էլ չեմ բարձրանում։ Սպասում եմ։ Լավ։ Ես չեմ գալիս, չեմ կարող ես։ Չեմ գալիս։ Ես մարդ հասման եմ, ինձ կդատ է, պիտի ինձ խղճա։ Սար, մտածեցի արդեն գնացել ես։ Չէ, դեռ չեմ գնացել։ Ես աղոթել եմ քեզ համար, Սար։ Չգիտեմ Աստված կլսի աղոթքներս, թե չէ, բայց գիտես, Սար, մեկ-մեկ մտածում եմ, որ իրավունք չունեմ Աստծուն դիմելու։ Բայց հիմա այնքան եմ ուզում, որ դու լավ լինես, որ ամեն ինչ լավ կլինի, Սարա։ Սարա։ Բարի օր, շատ ես սպասել։ Բարև։ Չզանգիր գնում էի արդեն, ինչի ուշացար։ Ահա որ վիճակ ա մեր մոտ։ Չեմ հասցնում զանգերին պատասխանեմ։ Ամեն ինչ իրար ախառնվեց, Սոֆի։ Արդեն էլ գլուխ չեմ կարում հանել։ Էլի եթե այդքան լուրջ է վիճակը, Գագիկի հետ խոսի։ Ասա թող իրան հավաքի։ Խոսել կլինի իր հետ։ Ամեն ինչ իրար ախառնել։ Լավ։ Հիմա ինձ ավելի ուրիշ բան է հետաքրքրում։ Դու ինձ ասա խոսեցիր Գագիկի հետ։ Ասացիր, որ ուզում ես Սարային տեսնես։ Տարօրինակ ա վիճակը։ Հենց սկսեցի Գագիկի հետ Սարայի մասին խոսել, լարվեց։ Կարծում եմ, որ չի ուզում տեսնեմ երեխաներին ու Սարային։ Ինչի՞։ Չգիտեմ ինչի, բայց չի ուզում։ 1000 անգամ հարցը տվեցի, վերջում կտրուկ ասեց գնա ու քո գործով զբաղվի։ Այ քեզ բան։ Չեմ հասկանում ինչ ա կատարվում։ Սարան օֆիս չի գալիս։ Չէ, չի եկել ոչ մի անգամ։ Աշոտի մահվանից հետո Սարային օֆիսում չեմ տեսել։ Այսինքն Սարան Աշոտի գործերի հետ բացարձակ կապ չունի։ Իհարկե ոչ։ Նելիս դու տեսել ես Սարային, խոսել ես նրա հետ։ Ոչ, Սոֆի, արդեն ասեցի։
Ես Սառային Աշոտի մահվանից հետո չեմ տեսել։ Միայն մի անգամ եմ տեսել, Աշոտի արարողություններից մեկի ժամանակ։ Ոչ մի կասկածելի բան չես զգացել։ Այդ ժամանակ ես ոչինչ չէի կարող զգալ, շոկի մեջ էի։ Գոնե զանգել ես իրեն։ Զանգել եմ, մի քանի անգամ զանգել եմ, բայց չի պատասխանում զանգերիս։ Չեմ հասկանում, ինչի քո զանգերին պիտի չպատասխանի։ Չգիտեմ, կամ համարն է փոխել, կամ էլ ուղղակի չի ուզում ինձ հետ խոսի։ Պատճառը չգիտեմ։ Շատ տարօրինակ այս վիճակը։ Ու գնալով ավելի եմ համոզվում, որ պիտի տեսնեմ Սառային։ Որքան շուտ այնքան լավ։ Վախենամ չկարողանաս։ Գագիկը ամեն ինչ թաքցնում է Սառայի հետ կապված։ Հենց սկսում եմ Սառայից խոսել, ջղայնանում է, գոռում է։ Սկզբում դրան ուշադրություն չէի դարձնում։ Հետո հասկացա ուղղակի, որ չի ուզում, որ շփվեմ Սառայի հետ։ Դա նշանակում է, որ ես պիտի շատ արագ հանդիպեմ նրա հետ։ Մոռացա ասեմ, այսօր Սառայի դատն է ու Լավ, այդ դեպքում ես կգտնեմ Սառայի տունը, որ ավելի հանգիստ լինեմ։ Ուղղակի չի ուզում, որ իմ մասին իմանան, որ ինչ-որ մեկը փնտրում է Սառային։ Ես ուզում եմ իմանալ, որ նրա մոտ ամեն ինչ նորմալ է ու հանգիստ թողնեմ գնամ։ Իհարկե հետ կվերադառնամ, որ տեղեկացնեմ նրա ունեցվածքի մասին, այսինքն ժառանգության։ Ու այն էլի ամենակարևորը հիմա նա է, որ նա արդար դուրս գա դատից։ Չես հասկանում, ես ինձ եմ մարդա։ Ես ինձ զրում եկավ մեր գլխին, ինչ ենք անելու, ինչ եմ ասելու ես իմ թորներից, մարդասպանդ, դու պիտի պատասխան տաս քո արարքի համար, անպիտք, ինչ ենք անելու, ոնց պիտի մխիթարվենք, չգիտեմ։ Ոնց նենց էլ մի նայում է, երես էլ ունի նայում է հալա։ Անպետքի մեկը։ Մի նայիդ նրանց։ Այդ կանայք։ Սառա հանգստացիր։ Մինչև այստեղ գալը ես քեզ արդեն ասացի, որ շատ կարևոր է, թե դու քեզ ինչպես կպահես այստեղ։ Ինչպես պահեմ։ Հանգիստ, հա, իբր ոչինչ չի եղել, իբր ես մարդ չեմ սպանել։ Եկելի վերադառնում եք նույն թեմային, հա։ Նրանց նայեք։ Գիտեք ես ով եմ նրանց համար։ Այն մարդը ով սպանել է նրանց ամուսնուն ու տղային։ Ում պատճառով լռիր։ Հերիք է։ Այդ կինը ուզում էր ինձ մոտենալ։ Ամբողջ մարմնով դողում էի, սիրտս կանգնում էր։ Ինչ էի անելու, ինչ պատասխան էի տալու։ Պատասխան, ինչ պատասխան, ինչի համար։ Ոնց։ Որ պաշտպանել ես քեզ ու երեխաներին, հա։ Բայց արդյունքում մարդ է մահացել։ Երկու երեխա որբան մնացել։ Եթե դու չսպանեիր նրան, նա կսպաներ ձեզ։ Այնքան սառն եք խոսում։ Հա, ես սառն եմ դատում, որովհետև դու ուրիշ ելք չունեիր։ Ձեր ասածները չեն թեթևացնում իմ ապրումները։ Իզուր։ Ես ինձ ամբողջ կյանքում մեղավոր եմ զգալու, այս ամեն ինչի ինձ հետևելու է միշտ։ Այդ կինը, նրա մայրը, երկու երեխաները։ Էլ ոչ մի բառ չասես, ոչ մի բառ։ Էլ չեմ կարող, հազիվ եմ ինձ զսպում, որ չլացեմ։ Սառա, դու չես կարող այլ կերպ մտածել։ Ինչ մտածեմ, ես ինչ կարող եմ մտածել։ Մտածիր, որ դու չես մեղավոր, այլ ինքը, որ ինքն է մեղավոր, որ դու այստեղ ես հիմա նստած, միայն ինքը։ Բայց նա էլ չկա։ Դա նրա մեղքը չի պակասեցնում։ Բայց չկա Սառա, ոչ մի բայց։ Նա փորձել է մտնել ձեր տուն, փորձել է վնասել երեխաներին։ Վերջ։
Ես չեմ կարող այդպես մտածել։ Ես մարդ եմ սպանել։ Ինչ էլ որ նա արած լիներ, միևնույն է, իմ արածը սարսափելի է։ Հիմա համստացիր ու կենտրոնացիք դատի վրա։ Եղավ։ Բավական է Սառա։ Դու պատասխան ես տալու մեկը։ Նրանք ատում են ինձ։ Նրանք իմ մահն են ցանկանում։ Դուք հաճախ Սառն ու դաժան եք։ Ես չեմ ճանաչում են Արշակ Մարգարյանին, ով ինձ օգնում էր, ով միշտ իմ կողքին էր։ Ոնց եք կարողանում միաժամանակ այդքան բարի լինելու, այդքան Սառն ու դաժան։ Հաճախ ես ինձ այն Արշակն եմ զգում։ Այն կյանքից, որի դռները փակել եմ։ Տարօրինակ մարդ եք։ Արդեն ասել ես։ Ոտքի դատարանն է գալիս։ Մանե։ Անձրև էր գալիս։ Դու լսում էիր։ Լսում էի։ Իհարկե լսում էի։ Ամբողջ գիշեր անձրև եկավ։ Հա, վերջերս անընդհատ անձրև է գալիս։ Երանի ես դրսում լինեի։ Դուք ինձ անձրևից էլ եք սրկել։ Իմ աղջիկ, ինչի ես այդպիսի բաներ ասում։ Մենք ուզում ենք, որ քեզ համար լավ լինի, չէ՞։ Ամեն ինչ անում ենք քեզ համար, որ դու լավ լինես, լավ զգաս քեզ, ապահով միջավայրում լինես։ Ապահով։ Լիզայի հետ ապահով, հա։ Մանե։ Այդ օրն էլ էր գիտես անձրև եկել, բայց պայծառ օր էր արևոտ։ Ես վազում էի ու ընկնում էի, բայց միևնույն է վազում էի, որովհետև ես պետք է հասնեի, եթե չհասնեի, էլ հետո չէի կարողանա տեսնել իրան։ Ես անընդհատ փնտրում էի, բայց չէի կարողանում գտնել, ես փնտրում էի ու չէի գտնում։ Ինչ ես խոսում, ես չեմ հասկանում։ Ես գիտեի, ինձ թվում էր, թե գիտեմ տեղը, բայց չգտա հետո։ Չեմ հասկանում դու ինչ ես խոսում։ Ես հետո վազեցի ու ընկա, ու Երանի չգային, չգտնեին ինձ։ Կորտել էի շատ։ Ես գիտեի, որ ինքը սպասում է ինձ։ Ես ու գիտեի, Երանի չգտնեին ինձ, Երանի չգտնեին ինձ, Երանի չգտնեիք։
Ինչ ես անում, Մանե, մի րոպե կանգնի, մի րոպե։ Չկո։ Հանգստացի։ Դու քեզ լավ ես զգում։ Հա, Մանե։ Տես, ես լավ կզգամ, եթե թողնես գնամ։ Կթողնես գնամ։ Ուր գնաս։ Վրեժի մոտ ես ինքան լավ կզգամ, ինձ խնդրում եմ կթողնես գնամ։ Շատ եմ խնդրում, թող գնամ էլի։ Չեմ դիմանում, խնդրում եմ, թող գնամ, Ես գիտեմ, դու բարի ես, դու կթողնեիր, դու ուղղակի Լիզայից ես չէ վախենում, հա, կթողնես։ Պապ։ Եկել եմ անձնագիրս տանեմ ու էլի մի քանի թղթեր եմ պետք։ Ոնց ես։ Ոչինչ, լավ եմ։ Կուզես սուրճ եփեմ, արագ խմես, հետո դուրս կգաս։ Չէ, հետո, Սոնա, հետո։ Պապ, դու եկար ու նույնիսկ ինձ չհամբուրեցիր էլ։ Շտապում եմ, Սոնա ջան, շտապում եմ։ Մի ժամ են տվել, մինչև հասածուն կեսն անցավ։ Դու ինձ երբեք էլ առաջվա նման չես սիրի, չէ՞։ Դու իմ աղջիկն ես, Սոնա, ոնց կարող եմ քեզ չսիրել։ Բայց միևնույնն է, էլ ոչ մի բան առաջվա նման չի։ Դու չես հասկանում ինչ ես խոսում, Սոնա։ Հասկանում եմ, պապ։ Ես տեսնում եմ ոնց եք դու ու մաման ամբողջ օրը աշխատում։ Ես տեսել եմ ոնց դուք ձմեռվա կոշիկ չեք ունեցել, գումար եք տվել, որ ես ինձ առնեմ։ Հաց չեք կերել, պահել եք, որ ես գամ ուտեմ։ Ես չարդարացրեցի ձեր հույսերը։ Ձեր բոլոր նպատակները ինձ հետ էին կապված։ Ուղղակի ես չկարողացա ձեզ արժան աղջիկ լինեի։ Հա, մամասը։ Տանն ես, Սոնա։ Հա, մամ ջան, տանն եմ։ Սոնա ջան, ես տուն եմ գալիս։ Այսքան շուտ, մամ։ Հա, շուտ եմ գալիս։ Մամ, քեզ վատ ես զգում, հո բան չի պատահել։ Սոնա ջան, հիմա ամեն ինչ կարգին է։ Այսինքն ինչ-որ բան է եղել, մամ։ Բան էլ չկա, բալես, վտանգը արդեն անցել է, ձեռքս եմ վնասել ընդամենը։ Լուրջ բան չկա։ Ոնց, մամ, սպասի ես կգամ քո հետևից հիմա։ Չէ, Սոնա ջան, ես արդեն հասնում եմ, մի անհանգստացի։ Մամ, ոնց չանհանգստանամ։ Լավ, Սոն, տուն եմ գալիս, պապային բան չասես դեռ, կանհանգստանա։ Ուզում էի տեսնել տանն ես, թե չէ, որովհետև ինձ մոտ բանալի չկա, նոր տեսա, որ բանալի չկա պայուսակիս մեջ։ Տանն եմ, մամ ջան, արի, տանն եմ։ Լավ։ Մամ, հենց հասնես շենքի մոտ զանգի, ես կիջնեմ ներքև։